Նրան տապանում հյուրընկալել եմ Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ հրապարակախոս Անահիտ Ադամյանին, Տիկին Ադամյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարեօր, ես եմ շնորհակալ։ 44-օրյա պատերազմի ավարտից ի վեր ոչ մեկ անգամ Ալիևը ուղիղ եւ բաց հայտարարել է, որ մերժել է խաղաղ կարգավորման առաջարկները, հակամարտությունը խաղաղ կարգավորելու առաջարկները եւ պատերազմով լուծել է հարցը։ Մինչդեռ Հայաստանի նախկին նախագահները օրերս հարցազրույցներ են տվել եւ հայտարարել, շարունակել պնդել, որ Հայաստանի գործող իշխանությունն է պատերազմ հրահրել։ Ինչ է կարծում, ինչ խնդիր են լուծում այս մարդիկ եւ արդյոք ուղակի կամ անուղակի կերպով Ալիևին հանցագործի այդ պիտակից մաքրելը հանրային ընկալում կունենա եւ ըստ այդմ նաեւ կարդարացնեն հանրությունը կարդարացնի այդ մոտեցումը հայտարարությունները նախկին նախագահների։ Գիտեք, ես կարծում եմ, որ նախկին նախագահների երրորդի մարաթոնյան հարցազրույց այսպես ասած, իսկ երկրորդի դրա համառատագրված տարբերակը պատմություններ ոչինչի մասին։ Մարդիկ ընդամենը փորձում են ինքնամաքրվել, արդարանալ, բայց չընդունել իրենց մեղքը։ Ու խոշոր հաշվով երկուսի պարագայում էլ դա քաղաքական աուտոդաֆ էր, ինքնահրկիզում։ Ասում եք հանրությունը ինչպես կընկալի, գիտեք հանրությունը բաժանված է, խոշոր հաշվով բաժանված է երկու մասի, մարդիկ, որոնք հասկանում են ինչ է կատարվում, հասկանում են թե պատմության դասերը և մտածում են ապագայի մասին և մարդիկ, որոնք ընդհանրապես ոչինչ չեն մտածում, որոնք կատարում են հրահանգներ։ Մասնավորապես, ես ձեզ առաջարկում եմ, եթե իհարկե այդքան ժամանակ ունեք, Լավրովի, Զախարովայի հայտարարությունները գտեք, համադրեք Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հայտարարությունների հետ։ Հավատացնում եմ ձեզ, որևէ տարբերություն չեք գտնի։ Մի թեթև բառային ասենք հետո առաջում կարող է լինել։ Իսկ դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության, ես դա ասում եմ խիստ ցավով, որովհետև նրանցից յուրաքանչյուրը մեզնից յուրաքանչյուրից խլել է մեր կյանքի 20 տարին։ Նրանք խլել են Հայաստանի Հանրապետության 20 տարին։ Նրանց պաշտոնավարման տարիներին Հայաստանի Հանրապետությունը բարեհաջող հանձնվել է այլ պետության, որը մեզ բարեկամ երկիր չէր ու չէ առ այսօր։ Պետության, որը Հայաստանի Հանրապետության դեմ վարում է բացահայտ հիբրիդային պատերազմ, բացահայտ։ Համադրեք Զախարովայի վերջին հայտարարությունները, վստահաբար տեղյակ եք ինչ է դա նշանակում։ Դարապես ինչ է դա նշանակում։ Ես վստահաբար ասում եմ, թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի քաղաքական ժամանակը ավարտվել է եւ հանրության որքան մեծ հատված դա ընկալի, հանրության որքան մեծ հատված հասկանա, որ այս մարդիկ խոշոր հաշվով պաշտպանում են իրենց ու իրենց ունեցվածքը եւ դա համադրվում է Ռուսաստանի Դաշնության շահերի հետ, մի Ռուսաստանի Դաշնություն, որը 2026-ին Հայաստանի Հանրապետությունում փորձելու է ժողովրդավարական ընտրություններով պետական հեղաշրջում կազմակերպել, այնքան լավ։ Իսկ խոշոր հաշվով ստացվում է, որ թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը ընդամենը բարձրացնում են Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, որովհետև դարձյալ բերում են այն արդեն պատմական դարձած 2021-ի արտահերթը հաշվի առնելով, 2026-ի իրավիճակը հաշվի առնելով, հանգեցնում են այն պատմական ճշմարտության, որ իրենց չվերադարձի դեպքում մնում է Նիկոլ Փաշինյանի վերադարձը, երրորդ անգամ վերադարձը իշխանություն։ Դա Հայաստանի Հանրապետությանը պետք է, թե ոչ։ Ես էլ սա առաջադրում եմ խնդիր հանրությանը մտածելու համար, որովհետև ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը այս պարագայում պաշտպանում է պետականությունը, պաշտպանում է Հայաստանի Հանրապետության ապագա ունենալու հնարավորությունը։ Սա որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել։ Իր սխալներով, բացթողումներով հանդերձ, բայց արդյոք Նիկոլ Փաշինյանը դա անում է բավարար արագությամբ, բավարար արդյունավետությամբ։ Ես կարծում եմ, որ ոչ, որովհետև
Ոնց ուզում եք վերցրեք մինչև 2023 թվականը, անգամ 2020-ից հետո Հայաստանի Հանրապետությունը շարունակում էր մնալ Ռուսաստանի ուղեծրում։ Եվ դա գերագույն սխալ էր։ Պատերազմ Նիկոլ Փաշինյանը չի հրահրել։ Պատերազմ հրահրել է Ռոբերտ Քոչարյանը, որ հիմա հայտարարում է իր պաշտոնավարման տարիները եղել են ամենախաղաղը, չգիտեմ ինչը։ Պատերազմ հրահրել է Սերժ Սարգսյանը, երբ 2013-ին մի գիշերում մենք գնացինք ու հայտնվեցինք ԵԱՏՄ-ում։ Նրանք են պատերազմի հրձիկները, եւ գիտեք ինչու են նրանք պատերազմի հրձիկները, որովհետեւ նրանց պաշտոնավարման տարիներին Հայաստանի Հանրապետության 99 թվականի հոկտեմբերի 27-ի տվյալներով ամենամարտունակ բանակը չզարգացավ, չզինվեց։ Համապատասխան կերպով այո։ Որը մեկ իրեն հարցրել է ինչու քաղաքականություն մտավ հաղթանակած բանակի հրամանատար Վազգեն Սարգսյանը, ինչու մտավ քաղաքականություն, որովհետև կար տնտեսություն զարգացնելու խնդիր, որովհետև Հայաստանի Հանրապետության տնտեսությունը այդ պահին չէր բավարարում տարածաշրջանի ամենամարտունակ բանակ պահելու պահանջներին, որովհետև ժողովրդավարությունը այդ պահին Հայաստանը մնում էր ժողովրդավարության կղզյակ, բայց ժողովրդավարությունը պետք է զարգացնել։ Այդ դա չներվեց Վազգեն Սարգսյանին։ Վազգեն Սարգսյանին չներվեց կառուցելու եւ պաշտպանելու միասնության կարգախոսը։ Վազգեն Սարգսյանին չներվեց մեղրին պահելու, իր կյանքի գնով մեղրին պահելը։ Սարգսյանը 7 ժամանոց հարցազրույց է տալիս ու այնպես է ներկայացնում, ընդհանրապես ինքը կապ չի ունեցել այդ ամեն ինչի հետ։ Ինքը թե էր խմում Վազգենի հետ, իսկ Վազգենը ամենայն դեպս հրապարակային ելույթներում ցանկացած հրապարակային ելույթ վերցրեք, հայտարարում է ժողովուրդ, պատերազմը չի ավարտվել։ Պետք էր մտածել այդ ամեն ինչի մասին։ Պետք էր դա շարունակել, պետք էր Հայաստանը զարգացնել ու պաշտպանել։ Ու ինչ արեց Ռոբերտ Քոչարյանը Հայաստան զարգացնելու ու պաշտպանելու մասին։ Դատարկեց Արցախը, դատարկեց Հայաստանը։ Հա, դա է Ռոբերտ Քոչարյանի նվերը Արցախին ու Հայաստանին։ Գույք պարտքի դիմաց պաշտպանական ամբողջ հզորությունները հանձնեց Ռուսաստանին։ Ռուսական մոնոպոլիաներին այստեղ այնպեսի կարգավիճակ տվեց, մինչև հիմա չենք ազատվել։ Դա է Ռոբերտ Քոչարյանը։ Եթե դա էր, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը դավաճան է։ Եթե նույնը շարունակեց Սերժ Սարգսյանը, ուրեմն Սերժ Սարգսյանը, ոնց ուզում եք վերցրեք, իր 10-ամյա նախագահության ընթացքում պետության դեմ է գործել, ոչ թե հանուն պետության է գործել։ Մենք դա պետք է հասկանանք։ Դուք ասում եք հանրային ընկալում։ Հանրային ընկալման մեջ այս ամեն ինչը պետք է արմատավորվի, պետք է բացատրվի։ Վերջին հաշվով որևէ մեկս այս ամբողջ ընթացքում Հայաստանի Հանրապետությունից չենք հեռացել։ Բայց եկեք հաշվենք, թե ինչքան մարդ է Հայաստանի Հանրապետությունից հեռացել։ Ու այդ հեռացածների մեղքը ում վրա է։ Ում վրա է։ Հանրային ընկալման տեսանկյունից Տիկին Ադամյան ասացիք, այս մարդիկ փորձում են այդ հարցազրույցներով երկար տևողությամբ հարցազրույցներով ինքնամաքրվել, բայց եթե պատկերացնենք, որ նրանք գիտակցել են իրենց թույլ տված սխալները, կարևոր առանցքային սխալները, որոնք շրջադարձային են եղել մեր պետության համար եւ դրա մասին ափսոսեին, զղջային, չգիտեմ, հանրությունից ներողություն խնդրեին։ Ինչ-որ բան կփոխվի հանրային ընկալման մեջ այդ ֆիգուրների որպես նախագահի կերպարի հետ կապված։ Ես շատ ցավով եմ ձեզ հետ համաձայնում, շատ ցավով, որովհետեւ նրանք իրոք իրենց անգամ կատարած սխալները ներկայացնում են իբրև հաջողություն, ներկայացնում են իբրև մեր պետության համար արված քայլեր, իրենց սխալները։ Բայց պատկերացնենք, որ իրենք ափսոսում են, զղջում են, դա հանրային։ Եկեք անպատկերացնելին չպատկերացնենք, որովհետև բոլոր հնարավորությունները ունեցել են այդ ձեր մատնանշածը անելու, բոլոր հնարավորությունները ունեցել են։ Դուք լսել եք որևէ նման հայտարարություն որևէ մեկից։ Սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից։ Չեմ կարծում։ Այսինքն այդ գիտակցությունը նրանց աշխարհընկալման մեջ չի տեղավորվում, իսկ պատճառը մեկն է։
նրանք կատարում են հրահանգ։ Եթե նրանց հրահանգվի այսօր գնալ եւ կատարած սխալների համար թողություն խնդրել, նրանք դա միանշանակ կանեն, բայց այդ հրահանգը չի տրվել Կրեմլից։ Նրանք գործում են Կրեմլի ցուցումներով։ Ուսա որևէ մեկի համար գաղտնիք չի, ուսա ընդհանրապես վիճարկելի չի։ Ավելի շատ Ռոբերտ Քոչարյանը, քան Սերժ Սարգսյանը, որովհետև Սերժ Սարգսյանը այնուամենայնիվ Կրեմլի հետ ուներ որոշակի հակասություններ, որովհետև ճշմարտության դեմ չմեղանչելու համար ես չեմ կարող չարձանագրել, որ Սերժ Սարգսյանը այնուամենայնիվ Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագիր նախաձեռնեց եւ այդ համաձայնագիրը կնքվեց հանելով բուն միջուկը տնտեսական մասը։ Այսինքն Սերժ Սարգսյանը այն նախագահն էր, որ այնուամենայնիվ իր արած սխալները փորձում էր ուղղել հնարավոր տարբերակներով։ Վերջին հաշվով Սերժ Սարգսյանը նաև այն նախագահն էր, որ հապկում բանավիճում էր 2016-ի քառորիայից հետո փորձում էր հապկում Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցը բարձրացնել։ Ու ստանում էր շատ հայտնի պատասխաններ, որ կարծում եմ այստեղ մեջ բերելու կարիքը չկա, որովհետև բոլորս էլ գիտենք։ Հիմա Փաշինյանը խոստացել է հրապարակել բանակցային փաստաթղթերը։ Դուք անձամբ ինչ տպավորություն ունեք։ Կլինեն այնպիսի բացահայտումներ, որից հետո այս նախկին ղեկավարները խոսելու տեղ չեն ունենա։ Եվ դրանք շրջադարձային կլինեն, օրինակ, սպասվող ընտրությունների համատեքստում։ Սկսենք նրանից, որ բանակցային փաստաթղթեր հրապարակել կարող են նախկին 3 նախագահներից յուրաքանչյուրը։ Ես վստահ եմ, որ նրանք այդ փաստաթղթերը, որ այդքան թմկարում են, թե ինչ որ գախնի, եսի ինչեր կան, այս բացահայտումներ են լինելու, իրենք կարող են դա անել, իսկ ինչու չեն ստանձնում այդ պատասխանատվությունը նախկին նախագահները։ Հարցը չէ։ Ինչու են սպասում, որ Փաշինյանը հրապարակի։ Ինչու։ Չգիտեմ, հարցը կարող եք ուղղել հնարավորության դեպքում իրենց կամ իրենց ներկայացուցիչներին։ Ես կասեմ նաև այն, որ գուցե ձեզ ու շատերին հիասթափեցնի, որ ես այդ բացահայտումներից որևէ ակնկալիք չունեմ, որովհետև ինձ համար ոչ թե կարևոր է մեր անցած ճանապարհի սխալը, ճիշտը, բացթողումները, ձեռքբերումները գտնելը, այլ ինձ համար կարևոր է գտնել այն ճանապարհը, որով մենք այդ կորուստները վերականգնելու ենք։ Ինչքան կարելի է խրվել մնալ անցյալում։ Ինչքան։ Մենք բոլորս խոսում ենք իրական Հայաստանի մասին, չէ՞։ Մենք խոսում ենք, թե ինչպես պետք է Հայաստանի Հանրապետությունը զարգանա։ Արդյոք դա Հայաստանի Հանրապետության զարգացման մասին է լինելու։ Թե ընդամենը 3 նախագահները եւ 4-րդը արդեն ոչ թե նախագահ, այլ վարչապետ, բարձելու են իրենց փոխհարաբերությունները։ Լսեք, դա ում է պետք։ Դա ում է պետք։ Դա ինձ անձամբ պետք չէ, որովհետեւ ինձ համար գերագույնը այս պարագայում գերագույն արժեքը ոչ թե բարձելն է, ով հանձնեց Արցախը, այլ ինչպես վերադարձնել Արցախը։ Դա է ինձ համար գերագույն։ Կարծում եք դա դեռ հնարավոր է։ Միանշանակ հնարավոր է։ Կոսովացիները Կոսովո վերադարձան 8 տարի հետո։ Եկեք այդ փաստը հաշվի առնենք։ Եկեք նաև հաշվի առնենք, թե Ադրբեջանը քանի տարի հետո իր տարածքները կարողացավ վերադարձնել։ Եվ մի բան էլ ավելի։ Իսկ ինչու դա չենք կարող անել մենք։ Պարզապես հիմա ինքնակայքայման փոխարեն ինչ ասեմ, հրկիզման փոխարեն մենք պետք է բոլորովին այլ քայլեր ձեռնարկենք, բացարձակապես այլ քայլեր ձեռնարկենք։ Մի քիչ առաջ ես ասում էի, որ Նիկոլ Փաշինյանը այդ քայլերը ձեռնարկում է, բայց միտքս կիսատ մնաց, ձեռնարկում է շատ դանդաղ։ Այս ընթացքում բազում քայլեր կար, որ պետք է արվեին, եւ եթե արվեին ժամանակին, հիմա մենք արդեն այդ արդյունքները կունենայինք, հիմա արդեն մենք կլինեինք բոլորովին այլ իրավիճակում։ Գիտեք, այս օրերին ընդդիմությունը նաև չափազանց այսպես մտահոգ, վառ հայրենասիրական կերպարի մեջ մտած փորձում է տիրաժավորել այն գաղափարը, որ խաղաղության համաձայնագիրը ընդհանրապես խաղաղության երաշխիք չէ,
որ Ալիևը պայմանագրունակ չէ, որ Ալիևը խաղաղության համաձայնագիր նախաստորագրելուց հետո անգամ շարունակում է իր ագրեսիվ բառապաշարը եւ ագրեսիվ դրսևորումների միտումներ է բացահայտում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 ցենտա օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Այո, գիտնականներին առնվազն ինչ-որ հանձնարարություններ է Նա գիտությունների ազգային ակադեմիայում հանձնարարություններ է տալիս եւ այլն եւ այլն եւ այլն։ Լավ, իսկ դուք ինչ եք անում, որ այդպես չլինի։ Եվ ինչու է ձեր խոսույթը բացարձակ համահունչ Կրեմլի եւ Բաքվի խոսույթ։ ոչ միայն խոսույթին, այլև գործողությունների, նրանց գործողությունների տրամաբանության, նրանց հաղթանակի հասնելու տրամաբանության մեջ ինչու եք ձեզ այդքան լավ զգում։ Ի վերջո ձեր հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է, հա։ Ես չունեմ նման տպավորություն։ Վազգեն Սարգսյանն ասում էր թաղեք ձեր հոգու մեռելներին։ Դուք մեռոնին թույն կխառնեք, այն նրանք մեռոնին թույն են խառնում։ Սա է ամբողջ ճշմարտությունը։ Մենք բացարձակ այլ Հայաստան ենք ուզում։ Մենք ուզում ենք այն Հայաստանը, որի հնարավորությունները բացվել են Բրյուսելում եւ Վաշինգտոնում։ Եվ այդ հնարավորությունները պարզապես անխուսափելի են։
Շատ լավ, Տիկին Ադամյան, ուզում եմ մի փոքր ներկայացնեք վաղար շաբաթում նախընտրական այդ իրավիճակը, ձեր տեխնացուն Քարոզ Արշավի է մասնակցում շատ ակտիվ, այսինքն դուք թիմով շատ ակտիվ մասնակցում եք եւ մենք գիտենք, որ որոշ հոգեվորականներ կալանավորվեցին ձեր տեխնացուի Քարոզ Արշավը խոչընդոտելու հոգեվորականներ չի։ Գաղափարի ազգականներ։ Այո, Նրանք հոգեվորական չէ։ Վեհապարի լավ ներողություն, ես խառնեցի։ Հիմա ընթացքը ինչպիսին է, ինչ կարող եք ասել։ Հրաշալի։ Շնորհակալ եմ ձեզ այդ հարցի համար։ Գիտեք, այս օրերին ես ավելի շատ վաղարշաբաթում եմ լինում, ինչպես մեր ամբողջ թիմը, քան Երևանում։ Եվ շատ ջերմ վերաբերմունք ունեմ վաղարշաբաթցիների նկատմամբ, վստահ եմ, որ ինչպես Հարություն Մկրտչյանն է ասում, վաղարշաբաթում իսկապես լինելու է քաղաքական ու քաղաքակրթական ընտրություն։ Այն պարագան, որ ասենք համայնքապետը պետք է գա ու համայնքի խնդիրները լուծի, դա խոստում չի, դա աշխատանք է։ Պարտավոր է դա անել։ Պարտականություն, որ չեն արել մինչև այսօր որևէ համայնքապետ չի արել։ Իսկ որ չի արել այդ իրավիճակը մենք բոլորս արդեն տեսել ենք։ Մենք բոլորս արդեն տեսել ենք քայքայված, պարզապես, ինչ ասեմ, անհավանական վիճակում գտնվող ենթակառուցվածքներ։ Շենքեր, որոնց նկուղները ընդհանրապես ջրի մեջ են։ Շենքեր, որտեղ կոյուղի անգամ չկա։ Դուք պատկերացնում եք 21-րդ դարում թաղամաս, որը չունի կոյուղի։ Դուք պատկերացնում եք բակեր, որտեղ անգամ մեր խումբը քայլելու հնարավորություն չունի, որովհետև խճողված են ինչ-որ ժանգոտած ցանցերով ու ներսում աղբ է։ Այդ բոլորը պետք է վերացնել։ Այդ բոլորը չպետք է թույլ տալ, որ հասնի հիմա։ Շատ խնդիրներ կան վաղարշաբաթում, շատ խնդիրներ կան, բայց որն է լինելու Հարություն Մկրտչյանի խնդիրը, եթե նա դառնա քաղաքապետ եւ վաղարշաբաթ խոշորացված համայնքի համայնքապետ։ Ես կարծում եմ գլխավոր խնդիրը այնուամենայնիվ այս պարագայում այդ համայնքապետի պարտականությունները կատարելը, կրկնում եմ, աշխատանք չի, գլխավոր խնդիրը պետք է լինի թույլ չտալ, որ վաղարշաբաթում իշխանության գան այն ուժերը, որոնք փորձում են Հայաստանի Հանրապետությունը մաս դարձնել գուբերնիա, դա չի լինելու։ Դա միանշանակ չի լինելու։ Ես այս խոսքերը կարող էի ասել ընտրարշավի առաջին օրը, պարզապես իբրև կարգախոս, հիմա ես ասում եմ համոզված։ Այս ընթացքում հազարավոր վաղարշաբաթցիների հետ հանդիպում ունենալու հնարավորությունից հետո թե գյուղերում, թե քաղաքում, Լավ, ինչու է տեխնացուին խոչընդոտում իմ։ Միանշանակ է, որ վաղարշաբաթում կա վախի մթնոլորտ, ոչ կոնկրետ վաղարշաբաթում էլ գյուղերում էլ կա վախի մթնոլորտ, որովհետև մարդիկ մինչև հիմա գնացել են ընտրության այդ կամ վախի մթնոլորտում կամ պարտադրանքի մթնոլորտում։ Ինչ որ մեկը ասել է, ում պետք է գնաս ու ընտրես։ Գլխավորը, ես կարծում եմ, որ մեր Քարոզ Արշավի հաջողության գլխավորը պետք է լինի, պետք է շեշտվի, որ մարդիկ ձերբազատվեն այդ վախից, որ մարդիկ հասկանան, ընտրության տերը իրենք են, պարզապես իրենք են, որևէ մեկ իրենց չպիտի թելադրի ում գնալ ընտրել։ Իրենք են ու իրենք ընտրելու են իրենց այսօրվա ներկան ու իրենց երեխաների ապագան, որ այլևս որևէ մեկը իրենցից հետո չգա ու հաշվետվություն չտա իր կատարած աշխատանքի մասին, որ այլևս իրենք հարկադրված չլինեն իրենց երեխաներին ուղարկել Երևան մանկապարտեզ կամ սովորելու, դա աբսուրդ է։ Շատ լավ, ամեն դեպքում Քարոզ Արշավը խոչընդոտելու հետ կապված։ Ինչու է ձեր տեխնացուին որոշեցին խոչընդոտել։ Ինչ կարող եք ասել այստեղ ես այդտեղ դիտավորություն հանցավորություն, չգիտեմ ինչ կխուսափեմ որևէ բնորոշում տալուց, հարուցված է քրեական գործը այդ բոլոր հարցերին կպատասխանի։ Ես չեմ ուզում, առավել ևս ընտրարշավը դեռ շարունակվում է, Քարոզ Արշավի ընթացքում ես չեմ ուզում անդրադառնալ այդ միջադեպին, այսպես ասած։ Շատ լավ։ Հիմա ամփոփենք մեր հարցազրույցը Տիկին Ադամյան, հոգեվորականություն, իշխանություն այդ խորացող առճակատմամբ, կա պնդում, որ Փաշինյանը սահմանադրական կարգ է տապալում, փորձելով միջամտել եկեղեցու գործերին, փորձելով ներսից փոփոխություններ նախաձեռնել եւ մատնացույց է անում դրա համար
ուխտադրուժ լինելը կաթողիկոսի։ Դուք ինչ գնահատական ունեք, հանգուցալուծում երևում է, մենք տեսնում ենք պատարակներ են մատուցվում, հոգևորականները մի կողմից որոշները կալանավորվում են, որոշները կարգալույծ են հռչակվում։ Սահմանադրական կարգի տապալում եկեք սկսենք նրանից, որ սկսել են հոգևորականները, եւ նրանք կարգալույծ չեն արվել։ Միքայել arczepiskopos Աջապահյանը ինչի կոչեր էր անում։ Ինչի կոչեր էր անում Միքայել arczepiskopos Աջապահյանը։ Սահմանադրական կարգի տապալում այդտեղ կար թե չկար։ Թե մարդը տեսակետ էր հայտնում, պարզապես ասում էր, դե գիտեք ինչ, եկեք գեներալներ, բաներ, ուր եք, ինչ եկեք այս իշխանությունը տապալեք։ Դա էր։ Գիտեք, ես ձեր հարցին ուզում եմ մի քիչ ընդարձակ պատասխանել, որովհետև ակնհայտ է, որ այս օրերին մեր քաղաքական ներկապնակում ավելացել են նոր երանգներ։ Մարդիկ, որոնք չունեն սեփական դեմք ու դիմագիծ, չունեն սեփական կենսագրություն, հանկարծ հայտնվում են ու խոսում են ժողովրդի անունից։ Ժողովրդի ձեր անունից, իմ անունից, ես դա չեմ արտոնել, ու չեմ կարծում, թե որևէ մեկը արտոնել է, գալ ու խոսել ժողովրդի անունից, գալ ու ներկայանալ համաժողովրդական շարժում։ Սա մեկ։ Սեփական դիմագիծ չունենալով յուրացնել ուրիշի դիմագիծը։ Եվ երկրորդ, ակնհայտ է, որ քաղաքական գործընթացների մաս են դարձել դատավարությունները։ Միայն մեր կուսակցության դեմ տասնյակ քրեական գործեր են հարուցված։ Տասնյակ, որոնց նպատակը, որոնց միանշանակ նպատակը մեր բոլորին լռեցնելն է։ Որոնց միանշանակ նպատակը մեր ուշադրությունը քաղաքական գործունեությունից, կուսակցական գործունեությունից շեղել եւ դատարաններում, այսպես ասած, բացատրություններ տալն է։ Կա նաեւ երրորդ խնդիր, ֆինանսական։ Դու այնպեսի հայցեր են ներկայացվում, որ իրենք շատ աղքատ են, մենք չգիտեմ ինչու պետք է ֆինանսավորենք իրենց, որ իրենց գործունեությունը շարունակեն, տրամաբանությունը մոտավորապես դա է։ Եկեք ես հիշեցնեմ ձեզ նաև վերջին իրադարձությունը։ Արամ Սարգսյանի դեմ մահափորձ կազմակերպած անձը ինչ-որ ֆիկտիվ պատճառներով ազատվում է կալանավայրից։ Իմ ասա ճիշտ է, թե սա սխալ է։ Իմ հարցը այլ բանի մասին։ Ես հասկանում եմ, որ ձեր հարցը այլ բանի մասին էր, բայց ես ձեզ ներկայացնում եմ այն իրականությունը, որի մեջ ապրում ենք բոլորս, եւ որի մեջ այնուամենայնիվ կան նաև այս փաստերը, ու այս փաստերի համադրումով մենք պետք է գնահատենք իրավիճակը։ Այս փաստերի համադրումով մենք պետք է հասկանանք մեզ ուր են փորձում տանել, ինչու են մեզ փորձում ճանապարհից շեղել։ Սա է խնդիրը։ Հիմա մենք շեղվելու ենք, թե չէ։ Հիմա մենք կարողանալու ենք այնպես անել, որ մեր զավակները չկարողանան չծռվեն այն բեռի տակ, որ մենք ենք թողել նու իրենց վրա, ինչպես մեզ վրա թողեցին մեր պապերն ու մեր հայրերը, ազատագրելու ենք մեր զավակներին այդ բեռից, թե ոչ, սա է օրվա հարցը։ Շնորհակալ եմ, մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ հրապարակախոս Անահիտ Ադամյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։